Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր մրցակից Զարուհի Փոստանջյանին առաջարկում է դիմել իրավապահներին։ Այսօր Երկիր-Ծիրանի կուսակցության առաջնորդ Փոստանջյանը ընտրակաշառքի դեմ քաղաքացիներին 15,000 դրամներ տրամադրելու ելքի նախաձեռնությունը քրեորեն հետապնդելի արարք էր որակել։ Կարծում եմ յուրաքանչյուր իրավապահ քաղաքացի պետք է քրեորեն հետապնդելի արարքի հետ, արարքի մասին տեղեկանալուց հետո պետք է դիմի իրավապահ մարմիններին։ Այնպես որ ես հույս ունեմ, որ Զարուհի Փոստանջյանը իր հայտարարության մեջ կլինի հետևողական եւ կդիմի իրավապահ մարմիններին։ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթը ելքը սկսեց նոր նախաձեռնությամբ, պնդելով, որ հաղթանակի հարցում իրենց կարող է խոչընդոտել միայն ընտրակաշառքը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. եթե ինքը քաղաքապետ ընտրվի, ապա յուրաքանչյուր քաղաքացի, ով կասի, որ ընտրակաշառքով չի ընտրել, քաղաքային բյուջեից կստանա 15,000 դրամ։ Այսօր Ազատության հետ զրույցում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ իրենք ուսումնասիրում են, արդյոք ելքի խոստումը հակաօրինական չէ։ Եթե այդպիսի որակում տեղի ունենա, նշանակում է Հայաստանի բոլոր ժամանակների բոլոր ընտրությունները պետք է չեղարկվեն։ Որովհետև ասում եմ, ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ, որովհետև բոլոր ընտրություններում եղել են աշխատավարձի խոստումներ, սոցիալական նպաստների խոստումներ, ուսման վարձերի խոստումներ, այսինքն նշանակում է այդ բոլոր ընտրությունները պետք է չեղարկվեն։ Ընտրակաշառքի մասին խոսք չկա, խոսք լինել չի կարող, մենք պայքարում ենք ընտրակաշառքի դեմ։ Ելքն իր վերջին բակային քարոզչությունն այսօր իրականացրեց Երևանի ամենահեռավոր կետերից մեկում՝ Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ մետրոյին հարակից տարածքում։ Այստեղ եւս Փաշինյանը քաղաքացիներին ներկայացրեց ընտրակաշառքի դեմ իրենց նախաձեռնությունը։ Չուսատվեք, որովհետև հանրապետական կուսակցության փորած ընտրակաշառքային փոսից ելք կա, ելք կա, ելք կա, ելք կա։ Չարբախի բնակիչները Փաշինյանին տեսնելիս միանգամից սկսեցին ներկայացնել իրենց ծանր կենցաղային պայմանները, հատկապես մատնացույց անելով աղբն ու խոնավությունից խունացած տան պատերը։ Դուք մեր պատվալի վիճակը տեսաք, Լիմպոյի վիճակը նայեք։ Սա ապրելու տեղ է, մի Իսկ քաղաքապետանի չեմ պատասխանել։ Պատասխանել եմ, եկեք տեսել եմ, ոչինչ չեն արել։ Մարդկանց ասել եմ, եկեք այս լույսերը սարքեք, 25,000 փող են ուզում մեզանից, որ սարքեք։ Ելքի քաղաքապետի թեկնածուն շենքերի առաջ հերթով ըստ հարկերի ճշտում էր, ով է ելքի օգտին քվեարկելու։ 9-րդ հարկ, դուք քվեարկում եք ելք դաշինքի օգտին, թե չեք քվեարկում։ 8-րդ հարկ քվեարկում եք մեր օգտին։ Այո, ծափեր 8-րդ հարկին։ 7-րդ հարկ քվեարկում եք մեր օգտին։ Այո, տեսեք, նաև ժեստովը հաստատում իր քվեարկությունը։ Ելք դաշինքն ավագանու ընտրությունների քարոզարշավը կամփոփի վաղը կայանալիք հանրահավաքով։